Սանտա Կլաուսն ասել է, որ այս տարի Սուրբ Ծննդյան իր ցանկությունն է, որ մարդիկ մտածեն այն մասին, թե ինչպես կարող է տոնական շրջանը նրանց ավելի մտերմացնել։ Պատմության ընթացքում Սուրբ Ծնունդը միավորել է ընկերներին եւ ընտանիքներին, գյուղերը եւ քաղաքները, նույնիսկ ազգերին եւ սահմաններից այն կողմ գտնվող մարդկանց։ Միասին լինելը նվեր է, որը մենք բոլորս կարող ենք տալ եւ ստանալ Սուրբ Ծննդյանը, եւ հուսով եմ ամեն օր։ Այս Սուրբ Ծննդյանը հուսով եմ բոլորը կհիշեն, որ մենք ունենք մեկ աշխարհ, մեկ ընդհանուր տուն։ Մենք բոլորս կարող ենք մի պահ մտածել այն մասին, թե ինչպես կարող է Սուրբ Ծնունդը մեզ ավելի մտերմացնել միմյանց հետ, ինչպես կարող ենք բոլորս միասին խաղաղ ապրել, ուրախ եւ խաղաղ Սուրբ Ծնունդ բոլորիս։ Ռովանիեմիում գտնվող Սանտայի գյուղը տոների ընթացքում լի է եռուզեռով, քանի որ աշխարհի տարբեր ծայրերից հազարավոր մարդիկ են մեկնել հյուսիսային Ֆինլանդիա այցելելու Սանտային եւ նրա զբաղված էլֆերին։ Գյուղի փոստատունը, որը հայտնի տեսարժան վայր է, Լեփլեցուն է։ Շատերը ցանկանում են իրենց Սուրբ Ծննդյան շնորհավորանքներն ուղարկել Սանտայի գյուղից, հատուկ արկտիկական նամականիշով։ Տարվա այս ժամանակահատվածում Սանտան ամեն օր տասնյակ հազարավոր նամակներ է ստանում աշխարհի տարբեր ծայրերում ապրող երեխաներից։ Տոկիոյի ակվարիումը Սուրբ Ծննդյան տրամադրություն է սփռել ամենուր։ Սանտա Կլաուսը սուզվել է ակվարիումի ջրի մեջ պինգվիններին կերակրելու համար։ Սանշայն ակվարիումի աշխատակիցը սովորական լողի հագուստի վրայից հագել է Սանտայի զգեստը եւ լողացել ակվարիումում պինգվինների հետ, Սուրբ Ծննդյան ուրախություն բերելով այցելուներին։ Շատ զվարճալի էր, կան այնքան շատ բաներ, որոնք ամեն օր չես տեսնի, պինգվիններն այնքան լավիկն են, ես հիանալի ժամանակ անցկացրի։ Սանտայի այսպես կոչված սուզման շոուն ակվարիումում Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ ամենամյա միջոցառում է, որն անցկացվում է 1999 թվականից ի վեր։ Սանտայի սուզվելուց բացի այցելուները կարող են նաև վայելել տարբեր ներկայացումներ, այդ թվում ծովարյուծներին, Սուրբ Ծննդյան խաղալիքներ եւ քաղցրավենիքներ նվիրելը։ Դուբայը վերափոխել է իր որոշ խորհրդանշական տեսարժան վայրերը տոնական զարդարանքներով եւ միջոցառումներով, նշելու Սուրբ Ծննդյան շրջանը։ Դուբայի գլոբալ ավանի արահետները զարդարված են թարթող լույսերով, մայք հաղորդելով այնտեղի տաղավարներին, որոնք ներկայացնում են աշխարհի տարբեր երկրներից բերված ուտեստներ եւ ավանդական իրեր։ Մադինաթ Ջումեյրայում մարդիկ նավակներով են երթևեկում, իսկ այդ պահին տոնական երաժշտությունն արձագանքում է օդում։ Այստեղ իսկապես զգացվում է Սուրբ Ծննդյան մթնոլորտը, ամեն ինչ լույսերով է լցված, հսկա տոնածառի վրա նույնիսկ նվերներ կան, շատ գեղեցիկ զարդարանքներ ունի, եւ ես կարծում եմ, որ դա հրաշալի է։ Երևում է, որ շատ մեծ ջանքեր են գործադրել Դուբայում Սուրբ Ծննդյան տոնակատարության համար։ Միջոցառումները գրավել են ինչպես բնակիչներին, այնպես էլ զբոսաշրջիկներին, որոնք հավաքվել են Սուրբ Ծննդյան թեմատիկ տոնակատարություններին մասնակցելու համար, տոնական շրջանը նշելու նպատակով։ Ճապոնիայի բնակիչներն ու այցելուները մասնակցել են Օվարայի Շինջի կոչվող ծեսին։ Այն ավանդական արարողություն է Հիգաշի Օսակայի Հիրաոկա սրբավայրում, որտեղ մասնակիցները հավաքվում են անընդհատ ծիծաղելու, հավատալով, որ դա իրենց կյանքը դրական իրադարձություններով եւ հույսով է լցնում։ Այս հազվագյուտ սրբազան ծեսը միավորում է մարդկանց մի մեծ բազմության, որն անընդհատ ծիծաղում է մոտ 20 րոպե, հիմնվելով ճապոնական դիսաբանության մի պատմության վրա, որտեղ արևի աստվածուհի Ամատերասուն դուրս է գալիս քարանձավից աստվածների ծիծաղով գայթակղվելուց հետո, վերադարձնելով լույսը աշխարհին։ Հիմնվելով այս պատմության վրա, Օվարայի Շինջի ծեսը ձմռանը ծիծաղ է ուղարկում դեպի արևը, աղոթելով երջանկության եւ ապագա պայծառ օրերի համար։ Երբ բոլորը ծիծաղում են, աշխարհը խաղաղվում է։ Ահա թե ինչու եմ ես եկել միասին ծիծաղելու։ Մենք բոլորս միասին ենք եկել ծիծաղելու։ Միջոցառման կազմակերպիչները նշում են, որ արարողությունը ոչ թե հումորի, այլ կարգապահության եւ միասնության մասին է, որը պահանջում է մասնակիցներից պահպանել ծիծաղը անկախ ֆիզիկական անհարմարությունից կամ ինքնագիտակցությունից։ Երկարատև ծիծաղը ծեսի ընթացքում հաճախ հարկադրված ծիծաղից փոխվում է իսկական զվարճանքի։ Միջոցառումը տեղի է ունենում ամբողջ օրվա ընթացքում։ Բացի այդ, անցկացվում է ծիծաղի մրցույթ, որտեղ մասնակիցներն իրենց ուժերը փորձում են հանդիսատեսի առջև։ Ծիծաղի ծեսն այս տարի գրավել է մոտ 3500 մասնակցի։ Տարեցտարի դրա ժողովրդականությունն աճում է, գրավելով այցելուների ամբողջ Ճապոնիայից։ Քեյփթաունի թատրոնը վերածվել է տաք լուսավոր ապաստարանի, երբ Թանդե Կալարային քարյակը մոմերի լույսով Սուրբ Ծննդյան համերգ է ներկայացրել։
գրավելով տոնական տրամադրություն փնտրող հանդիսատեսին։ Հարյուրավոր թարթող մոմերով շրջապատված քառյակը ներկայացրել է դասական եւ ժամանակակից տոնական սիրված ստեղծագործությունների մի փունջ, վերամշակելով ծանոթ մեղեդիները հարուստ ժամանակակից գործիքավորումներով։ Յուրաքանչյուր ստեղծագործություն արժանացել է ջերմ ծափահարությունների, իսկ հանդիսատեսն արձագանքել է ինչպես տոնական մթնոլորտին, այնպես էլ երաժշտությանը։ Երբ մտնում ես եւ տեսնում բոլոր մոմերը, դրանք քեզ տեղափոխում են բոլորովին այլ տարածք։ Չես մտածում, որ Քեյփթաունում ես, կարծում ես, որ մեկ այլ վայրում ես, ինչ որ կախարդական տեղում։ Մեր օրերում մոմերի լույսով ներկայացումները համաշխարհային թրենդ են դարձել։ Այս համերգը դրա վառ ապացույցն է։ Կազմակերպիչները նշել են, որ միջոցառման նպատակն էր վերակենդանացնել կենդանի դասական երաժշտության ավանդույթը, միաժամանակ հանդիսատեսին առաջարկելով քաղաքի տոնական եռուզեռից փախուստ դեպի ավելի հանգիստ միջավայր։ Շատ ներկաների համար այս երեկոն ավելին էր, քան պարզապես համերգ։ Այն մի զգայական վիճակ էր, որը ձևավորվել էր տաք լույսի, ծանոթ երաժշտության եւ բարվող մոմերով լցված սենյակի հազվագյուտ լռության շնորհիվ։ Բրիտանացի փողոցային նկարիչ Բենքսիի նոր որմնանկարը հայտնվել է Լոնդոնի Bayswater շրջանում, գրավելով անցորդների ուշադրությունը, որոնք կանգ են առել աշխատանքը լուսանկարելու համար։ Հին շենքի պատին գտնվող սև-սպիտակ նկարը պատկերում է ձմեռային գլխարկներով երկու կերպարի, որոնք պառկած են գետնին եւ նայում են դեպի երկինք, նրանցից մեկը դեպի վեր։ Լույսերը, երաժշտությունը եւ պատմությունը միավորվել են Բելգիայի մայրաքաղաք Բրյուսելի Սուրբ Միքայելի եւ Սուրբ Գուդուլայի տաճարի ներսում, շենքի 800-ամյակի առթիվ, ընդգծելով դրա ճարտարապետական դետալներն ամբողջ դեկտեմբեր ամսվա ընթացքում։ Տաճարը, որտեղ անցկացվել են բելգիական թագավորական ընտանիքի հարսանիքներն ու հուղարկավորությունները, նվիրված է Բրյուսելի պաշտպան Սուրբ Միքայելին եւ Սուրբ Գուդուլային, որը մարմնավորում էր քաղաքի ոգին եւ պատմությունը։ Հիասքանչ շոուն տևել է 1 ժամ։ Տաճարի եռաչափ մոդելն օգնել է շոուն այնպես նախագծել, որ լույսերը ճշգրտորեն նետվել են տաճարի պատերի, միջանցքի, կամարների եւ սյուների վրա, ընդգծելով դրա գոթական ճարտարապետությունն ու դետալները։ Շոուն բաժանված է 4 մասի, որոնք ներկայացրել են շենքի պատմությունը եւ դրա նշանակությունը Բրյուսելի համար։ Սանկտ Պետերբուրգը, Ռուսաստանի երկրորդ խոշորագույն քաղաքը եւ ռուսական կայսրության նախկին մայրաքաղաքը, հաշվում է Նոր տարվա եւ Սուրբ Ծննդյան օրերը, որոնք ռուս ուղղափառ քրիստոնյաները նշում են հունվարի 7-ին։ Սանկտ Պետերբուրգում կան մի քանի կաթոլիկ եւ բողոքական համայնքներ, որոնք հետևում են Գրիգորյան օրացույցին։ Քաղաքն ավանդաբար տոնական սեզոնին պճնվում է իր կայսերական անցյալից ոգեշնչված տարրերով։ Փայլուն թագերը եւ ոճավորված երկգլխանի արծիվները զարդարում են փողոցները մթնշաղից հետո։ Մարդիկ ասում են, որ Ռուսաստանի հյուսիսային մայրաքաղաքն ավելի նրբագեղ է զարդարված, քան Մոսկվան, ինչպես այլ վայրերում այստեղ եւս տեղացիներն ու բոլոր տարիքի զբոսաշրջիկները հաճույքով վայելում են չմշկասահքը, կարուսելներից օգտվելը, Սուրբ Ծննդյան շուկաներ այցելելը եւ լուսանկարվելը։ Սուրբ Ծննդյան տոներին Իտալիայում ձմեռպարն իր ավանդական սահնակը փոխարինել է ավելի անսովոր տրանսպորտային միջոցներով, այդ թվում հեծանիվներով, մոտոցիկլետներով եւ նույնիսկ գոնդոլներով, երբ տոնական շքերթն անցկացվել է քաղաքի փողոցներով ու ջրային ուղիներով։ Հռոմում հարյուրավոր ձմեռ պապիկներ հեծանիվներով անցել են քաղաքի կենտրոնով La Pedalata dei Rabbo Natale, այսինքն ձմեռ պապի զբոսանք կոչվող միջոցառման շրջանակում, որն անցկացվել է 14-րդ անգամ։ Մրցույթային զբոսանքը, որը բաց է եղել եւ մեծահասակների եւ երեխաների համար, ավարտվել է Պիտեր Պեն ասոցիացիայի տանը, որը բարեգործական կազմակերպություն է, աջակցում է Հռոմում քաղցկեղի բուժում ստացող երեխաների ընտանիքներին։ Մասնակիցները կամավոր նվիրատվություններ են կատարել բժշկական օգնություն ստանալու նպատակով ստիպված մի վայրից մեկ այլ վայր տեղափոխվող ընտանիքներին անվճար կացարան տրամադրելու համար։ Իտալիայի մայրաքաղաքում նաև Հռոմի Սուրբ Ծննդյան շքերթում Սանտա Կլաուսի հագուստով մոտոցիկլետավարներ են անցել փողոցներով։ Կազմակերպիչները նշել են, որ շքերթի նպատակն է աջակցել այն ասոցիացիային, որն օգնում է միայնակ մայրերին, երեխաներին, դեռահասներին եւ բռնությունից ու աղքատությունից տուժած մարդկանց, խթանելով նրանց սոցիալական եւ առողջապահական վերաինտեգրումը։ Վենետիկում տոնակատարություններ են տեղի ունեցել մեծ ջրանցքի երկայնքով անցկացվող Regata dei Babbi Natale-ի Սանտա Կլաուսի ռեգատայի միջոցառմամբ,
որն անցկացվել է 14-րդ անգամ։ Սանտա Կլաուսների 32 նավակ անցել է Սան Զաքարիայի եկեղեցու կողքով եւ գնացել դեպի Կա Ֆոսկարի համալսարան, որտեղ մրցանակներ են շնորհվել յուրաքանչյուր կատեգորիայի եւ ամենալավը զարդարված նավակի համար։ Մարոթ Հարվերդյան, Այլ լուրեր։